Տեսեք հլը ինչ հետաքրքիր պայուսակ են ինձ տվել վերանորոգելու համար։ Յուրահատուկ, այսպիսի բան ոչ մի Հերմեսում, ոչ մի Շանելում չեմ տեսել, ազնիվ խոսք։ Հետո էլ ասեք, որ չինացիները վատ ապրանք են սարքում, դե իհարկե վատ ապրանք են սարքում, դա անխոս է, նայեք կանթերը ինչ վիճակում են արդեն, կաշին լրիվ էլ է, ահա այս մեկ կանթի վրա ավելի լավ է երևում, բայց շատ հետաքրքիր դիզայն ունի այս պայուսակը, կողքերն էլ մի փոքր պրոբլեմ կա, հիմա պետք է մտածենք, թե ինչ անենք և ինչպես վերանորոգենք, յուրաքանչյուր ապրանք, յուրաքանչյուր իր կարծես, եթե վարպետների հետ խոսակ, կասի իրա հոգին ունի, ես էլ եմ այդպես մտածում, ուրեմն այս պայուսակի վրա ես փորձում եմ ինչ-որ ձևով կանթերը ձևավորել, այդ 1, 2, 3 տարբերակ եմ փորձում, 4-րդ տարբերակն եմ փորձում, ոչ մի տարբերակը ինձ դուր չէր գալիս, սա 5-րդ տարբերակն է, ոսկեգույնով փորձեցի 6-րդ տարբերակը, սկզբում մտածում էի, որ այս վրայի քարերը, որ սև են, կարող եմ սևով անեմ, բայց սևը ոչ մի կերպ չէր մերվում, հետո գտա այս թելը, որը մաքսիմալ գույնին համապատասխան է, մտածեցի վրայից գործել, բայց վրայից գործած շատ կոպիտ էր ստացվում, մի խոսքով որոշումն ընդունված է, կտրեցինք, ահա և վերջ, գործը արված է, պրոբլեմը հեռացրել եմ, իհարկե կատակ եմ անում, հո այսպես չեմ թողնելու, հիմա նայեք, ուրեմն այս չափով որոշեցի, որ կանթի չափով հիմա գործելու եմ, չափը եմ վերցնում, այստեղ մի փոքր սխալվել եմ, կհասկանամ գրեթե ավարտին մոտիկ, բայց արդեն ուշ կլինի ինչ-որ բան ուղղելը, սխալվել եմ ինչում, որ կտրած կանթն եմ չափում, ոչ թե կանթի սկզբից մինչև վերջը, իսկ կանթը գործելու եմ սկզբից մինչև վերջը, այսինքն այն հատվածները, որոնք դեռ մնացել են պայուսակի վրա, ես հաշվի չեմ առել այս թելը կտրելու պահին և դրա պատճառով մոտավորապես այդքան կանթի երկարությունը պակաս եղավ, իհարկե դա կրիտիկական չէ և շատ հնարավոր է վերցնել պայուսակը և առանց այդ երկարության, բայց մի քիչ սիրտս կախե, միգուցե պատվիրատուն դա դուր չգա, որ կանթը մի քիչ կարճ է, մի խոսքով հետադարձ կապ երբ որ ստացա, կասեմ, ինչ է ասել պատվիրատուն այդ կապակցությամբ, իսկ առայժմ գործում եմ, մաքրամյով որոշեցի, որ հետաքրքիր ուզոր էի գտել, թելերը անցրեցի ու սկսեցի գործել, ահա և վերջ երկու կանթը պատրաստ է, հիմա մնաց գեղեցիկ տեսքի բերել պայուսակը, վերջնական տեսքի բերել, ուրեմն կտրում եմ այն հատվածները, որոնք դեռ մնացել էին և ավելորդ էին, սկզբում սովորական գրասենյակային սրիչով փորձեցի անել, բայց տեսա, որ չի ստացվում, գրասենյակային սրիչը օգտագործում եմ, որպեսզի չվնասեմ հիմնական կաշին պայուսակի, ներկն եմ սարքում, առաջի անգամից գույնը բռնել եմ, էդ ինչ հոյակապ բան է, շատ քիչ տեղեր կան այս պայուսակի վրա, որ իրանք պոկված են, եթե կանթերը հանում ենք, կանթերը հաշվի չենք առնում, պայուսակը գրեթե հոյակապ վիճակում է, մի քանի տեղ մնում է, որ լրացնեմ ու վերջ և իհարկե արևի տակ հիանամ,
թե ինչպես է ստացվել այս պայուսակը, ասելն անգամ ավելորդ է։ Ուրեմն ընտրությունների էի պատրաստվում գնալ, սպիտակ կոստյում էի հագել ու ռյուկզակս համապատասխան չէր, որ կուրս տեսավ, ասաց՝ չէ, էն պայուսակը, էն որ սարքել ես, էդ վերցրու հետդ։ Ախր ո՞րց վերցնեմ, սա իմը չէ, սա պատվիրատուինն է։ Նույնն է, ոնց որ մեքենա սարքողը սարքած մեքենայով գնա քշի, հետո տա պատվիրատուին։